Անորոշ վիշտ, այսպես են բնութագրում հոգեբանները պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց հարազատների հոգեվիճակը։ «2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունեցավ 223 զոհ, 244 վիրավոր, 14 հոգու ճակատագիրը մնում է անհայտ։ Արցախյան վերջին մարտերից հետո անհայտ կորած են համարվում Հայկ Հովսեփյանը, Մարատ Խաչատրյանը, Ալբերտ Ավետիսյանը, Կարլեն Հակոբյանը, Սասուն Առաքելյանը, Արշակ Միրզաբեկյանը, Աբել Միրզոյանը, Ներսես Աբաղյանը, Շուրա Մանասյանը, Ռոբերտ Մուսայելյանը, Վաչիկ Արուշանյանը, Վիլեն Ազիրյանը, Անդրանիկ Բաբայանը և Գավրուշ Էմիրյանը։ Ալբերտը և Լուսինեն ամուսնացել են 2010 թվականին։ Նրանց ծանոթացրել էր Լուսինեի եղբայրը Մարատը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման օրը Ալբերտը և Մարատը միասին էին։ Նրանց վերջին անգամ տեսել են Սզնեկի դիրքերում։ Ալբերտ Ավետիսյանը և Մարատ Խաչատրյանը մինչ օրս համարվում են անհայտ կորած։ Ալբերտի հետ ծանոթացել եմ 2008 թվականին հորաքրոջս տանն էի ապրում, ուսանող էի, ինքն է իր տղայի Մարատի ընկերներ մոտիկ, միասին զորա ծրվել են բանակից եկել են տուն, այնտեղից տեսել է իրաց տանը, այդտեղ ծանոթացել ենք ու ամուսնացել ենք 2010 թվականին։ Ու այդքան տարիների ընթացքում էլ մինչև վերջի օրերին ինքը Մարատի հետ ընկերություն էր անում, վերջում միասին են անհատ կորել են։ Երևի 18 թվականին որոշեցինք, որ պիտի գնանք Կարմիր գյուղ, մեր գյուղում ապրել, մեր տանը։ Ինքը էլի գյուղի գործերով, ես է դպրոցում։ Դպրոցում աշխատում էի որպես դասվար առաջին 4 դասարանների ուսուցչուհի։ Մինչև պատերազմը սկսվելը, մինչև այդ օրը հասնելը գալը, մեր տանը խոսակցությունը միշտ դրա մասին էր, Ալբերտը միշտ ասում էր, որ այդ օրը կգա, ինքը միշտ ասում է պատերազմը կսկսվի, միշտ նույնիսկ ինձ զգուշացնում էր, որ երբ պատերազմը սկսվի, ինքը չկարողանա տուն գա, որ ինձ բացատրում էր, որ պետք է դուրս գամ գյուղից, ճանապարհը ցույց տվել կածան, որը տանում է դեպի քաղաք, կածանը ցույց է տվել, կածանով պիտի գնամ, որ եթե մեքենայի ճանապարհով գնամ, կբռնվեմ, այդպես ինքը նախապատրաստում էր ինձ այդ օրվան։ Ես միշտ բան էի անում, որ ժղանյանում է, որ ինքը վատն է մտածում, ասում է անդադ վատն ես մտածում, միգուցե ես ճիշտ ասած հավատում էի ռուս խաղաղապահներին, մտածում էի, որ իրանք եկել են մեզ պաշտպանեն կանգնել, մինչև էջ կկանգնեն, գոնե պայմանագրով, մինչև 25 թիվը պիտի իրանք պաշտպանեին։ Տարբեր ձև էինք մտածում, մի օր մտածում ենք, որ ապագա չկա Արցախում, դժվար թե էստե կարանք մնանք, հետո պահելինը մտածում ենք, ասում ենք մեր հայրենիքն է, մեր հողը ջուրն է, ոնց կարանք թողնել գնանք։ Երկու ձև մտածում ենք, որ հասկանում ենք, որ արդեն 70% Արցախի ադրբեջանցիների ձեռքերում է, մենք մերը շատ քիչ է բաժին ու հասկանում ենք, որ հետագայում ինչ օրեր է սպասվում մեզ, վախ է առաջացնում ու մի կողմից էլ հավատում ենք լավին, որ մի լավ բան կլինի, մի օրենք դուրս կգա ու հասկանանք
մի լույս կբացի, բայց ցավոք սրտի տենց էլ չեղավ։ Հույս կարել է, որ կստացվի, որ այնտեղ կապրենք։ Ինչ-որ կարգավիճակով։ Հա, ինչ-որ կարգավիճակը տա մեզ ու կապրենք, բայց նայած ես հավատում եմ, որ լավ կլինի, բայց Ալբերտը չէ։ Ալբերտը միշտ ասում է, որ այստեղ ապագա չկա, մեկը մի օր պատերազմա լինելու, այն ինչ որ եղել է, ինչ որ Արցախի հետ եղել է, ինքը սա ասում է, որ տենց է լինելու։ Ոչ թե վատատեսական, ինքը իրականությունը ամեն ինչ ավելի լավ էր տեսնում, քան թե ես։ Շրջափակում, որ սկսվել է ճիշտ սկզբից օրինակ չենք մտածում, որքան երկար կտևի։ Մտածում եմ, որ հերթական իրաց խաղերն է, որ ինչ որ բան են ուզում դրանով մեզ վախեցնեն, բայց գնալով ավելի է վիճակը վատանում, ավելի շատ ենք հասկանում, գնալով ավելի ենք հասկանում, որ սա մեր խոսքով ասած էս խմորը շատ ջուր կտանի։ Ու այդպես էլ եղավ է շրջափակումը այնքան եղավ, միջև որ արդեն մի ժողովրդի մի մասը սովեր, մեծ մասը անգործ էր մնացել։ Քաղաքում մեքենա չէր աշխատում։ Օրինակ եղբայրս ինքը անգործության պատճառով մտավ ծառայության։ Մեր գործը շարունակվում էր մինչև վերջ, որտեղ դպրոցը չի փակվել այդ բանի պատճառով, վիճակի պատճառով, իրենց գործը ավելի լարված դարձել, ավելի շատ սկսել դիրքերը մնալը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի գիշերը մինչև պատերազմը սկսելը, միջ գիշերը ինքը սա գիշեր չի քնել, անհանգիստ է, մտածմունքի մեջ է, լարված էր։ Երբ ես հարցնում էի, որ վիճակի պատճառը, ինքը ասում է, լավ բան չի սպասվում։ Դիրքերում լարված վիճակ է, լավ բան չի սպասվում։ Այդ պատերազմի առավոտյան մինչև պատերազմ սկսեց, տանը թողեցի, գնացի դպրոց, արդեն որ եկա տուն ինքը գնաց տանը չէր, բայց քույրս մեր տանն էր, երբ ասում էի, որ երբ քույրս իրան ասում է, որ ոնց չգնա մնա տանը, ասում է չեմ կարող, որտեղ զորքը ինձ է սպասում, տղերքը այնտեղ ինձ է սպասում, ու նաև այդտեղ է Մարատը եղբայրս։ Մարատն է միշտ որ մտել է ծառայության, միշտ աբոյն ասել է, որ քանի երբ գնան դիրքեր, երբ տուն գան, միշտ միասին պիտի լինեն, առանցին չի գնալու։ Նենց կազմակերպում, որ միասին գնան։ Ամբողջ գիշեր սպասել եմ զանգի, ինչ որ նորություն, ոչ մի նորություն, ոչ մի զանգ չի եղել։ Հետո այդ օրը արդեն սպասում ենք, որ մեկը մի լուր կբերի, մի բան կասի, ու տղաները, այն տղաները, որոնք գտնում են իրանց հետ միասին նույն դիրքում, արդեն իրանց հետ կապ ենք հաստատել, որ խոսել ենք, հետաքրքրվել ենք, իրանք սաղ նույն բանն են ասում։ Աբո, վեթորք դուսկյան չքնան։ Մեր գումարտակը ընդգրկված էր Սզնեկ գյուղը, Կարմիր գյուղը, Խաշմաչը, Ստեփանակերտի ջոկատներն են եղել, Քրասնին, Հարավը, պահում էին Շոշ գյուղից մինչև Կարմիր շուկայի սահմանը։ Ասենք սա Սզնեկ գյուղն է, դեմը ստեղն է դառնում։ 309 դիրքը սա է դառնում, 308 դիրքը սա է դառնում, ստեղ է իրենց հակառակորդի դիրքն է, դե ուժե բանը ստեղ այս կողմն անգնում է, Կարմիր գյուղը Խաշմաչը, սա մեր դեմն է դառնում, սա Սզնեկն է, մերոնք Սզնեկից այս 8 հիմնական ճանապարհը Սզնեկից այսպես է դուրս գալիս դեպի Կարմիր գյուղ, այս դիրքը որ 308-ը որ թուրքերը սես պոստից որ եկել են իրենց բանը եկել է պեխոտան ստողով անցել, մեր սես ավտոմատ այս դերին բուտկա ենք ասում, այս ճանապարհը Կարմիր շուկա գնացող ճանապարհը փակվել է, ավտոմատ մեր գյուղի բանը այս մի ճամփովն են դուրս եկել, դաշտամիջա ճանապարհը, ստեղով դուրս են եկել դեպի Խաշմաչ, հա սա ՀԴԿ հրամանատարական բանն է եղել,
պունկտն է եղել 308-ը։ Սկզբից 308-ն է եկա, ասես որ ասում եմ քարի հանք, ասես թուրքի դիրքը միանգամից քարի հանքի մեջ է եղել։ Այդ քարի հանքով եկել են 308-ը ուժեղ արտիլերիա ռմբակոծել է վերցրել, ստեղով իրենց համար ամենակարճ ճանապարհն է եղել։ Իրենց հետևակ եկել է միանգամից այս Ստեփանակերտ Կարմիր շուկա ճանապարհը ինքը իրեն հսկողության տակ է վերցրել։ Ալբերտը մեկ է Մարատը, այս դիրքից են անհայտ կորածները, սովորադրության, որ անհայտ կորած են 300 դիրքի ազնագազմից են։ Ամս 19 առավոտյան տենց արդեն դեռ ժամը 6-ն էր, ագանի վրա բան պայթեց, հետո ես քնացեի, հետո վերկացա հասկացա, ասեցի էսի ինչ-որ ռազմեջիկ տենց հետախույզ է, ասեցին չէ, էդի շակալ կլինի, էդի ասա չէ, էդի ասում եմ էդի ինչ-որ բան կլինի, տենց բան։ Ու տենց բարձրացանք, խրամած սկսեցինք փորելը, արդեն 12 անց կես էր, բլինդաժի մոտ sense փեչ կար դրած, փեչի մոտ նստեցիք տականակ մի քիչ ցուրտ ու տենց եղանակ էր։ Հենց նստեցիք փեչի մոտ ու առաջին հարվածը եղավ մեր կողի վրա, որ եղավ մեր կողմի վրա, տենց տղաներով միանգամից մտանք բլինդաժ։ 6 հոգով մնացիք ու Մարատն ու Աբոն, որ մեր մոտից դուրս եկան, ասեց ամեն ինչ լավ լինելու արդեն գիտեմ ինչ պիտի անենք, բան sense իրան չգիտեմ, այնտեղ վեշեր բան ուներ, տենց ինչ որ բաներ վերցրեց, բան իր գործիքներից բանից տենց վերցրեց, որ ինչ պիտի անի, ոնց պիտի անի ու դրանից հետո իրան ընդհանրապես չենք տեսել։ Երկրորդ, երրորդ հարվածից հետո արդեն օղի խնկա մեր վրա ու այդ պահին այն 3 տղան չլիներ, երբ ես կմնայի այդ փլատակների տակ։ Որովհետև այդ հարվածից բանից այդ քարի բանի տակից հազիվից կարողացան անել։ Չեմ մանրամասնում ինչ է եղավ, բան եղավ, տենց ասեմ, որ թշնամից մեկը մտա մեր մոտ ու չգիտեմ ինչու, որ արդեն այդ բան վիճակում, որ պիտի արդեն գիտենք ու արդեն всё պիտի մեռնենք ու հետևից մի հատ ուրիշ իր բաներից կանչեց իրանց լեզվով, էդի հետ գնաց, չմոտեցավ, որովհետև արդեն պահում է ավտոմատ, որ դրան պիտի խփեի, այս ընկերներից մեկը ասեց պետք չի, թող էդի, թող անցնի էլի, թե չէ որ իրանք շատ են, ահագին են, էդի մտան մեր մոտ արդեն դու ձև չունենք։ Չեմ մանրամասնում ինչ է եղավ այդտեղ ու տենց դուրս եկանք Աբոյի Մարատին փնտրելու ու տենց էլ չգտանք, որովհետև բան խառը վիճակ էր, շատ խառը վիճակ էր, մտանք անտառը, տենց ամենուր ձեներ էր, չգիտեմ երեխայի լաց, կանայք, գյուղացիներ, լիքը մարդիկ չգիտես ով է հայը, ով է թշնամի, այդպես վիճակում։ Ալբերտին վերջի անգամ տեսա այն պահին, որ եկավ մտավ Մարատի հետ իր իրերը վերցրեց տենց ու չենք էլ մտածել, որ ասենք Աբոյի հետ ինչ որ բան կարա լինի, որովհետև ինքը ավելի մեզնից ավելի է ինքը կողնորոշում ու մեզնից ավելի փորձառու է ինքը իր փորձը ավելի շատ է, իր բանը ավելի շատ է, մենք չենք է կարի իրան խորհրդանք ասել դու սենց կամնեց, ինքը ավելի լավ գիտի ինչ պիտի անի։ Օրինական աշխատանքներ գնացել, այնտեղ գնացել են, նայել են, բայց որևէ բան չեն գտնել։ Կարծեմ Աբոյի ձին էր սատկած, Աբոյին ձին ուներ այնտեղ, մեդիկից մի քիչ հեռու կանած ձին էր սատկած, դա ուրիշ տեն բան չեն գտել։ Այդ որոնողական աշխատանքների այդ բանի հետ, խմբի հետ էր նաև իր եղբայրը, հորքուրի տղան, ինքն էլ է գնացել, ու անդադ սպասում է, որ ինչ-որ լոր կբերի, սպասում է միշտ լավ լորի, որ միգուցե թե վիրավորված կամ, բայց եկել ասելա, որ չկա ոչ այրուն կար, ոչ այրան հետքեր, ոչ դիակներ կային այդ դիրքում, անհետացել են։ Մինչև սեպտեմբերի 29-ը մենք մնացինք այնտեղ, սեպտեմբերի 30-ին դուրս եկել Ստեփանակերտից։ Մինչև այդ ժամանակ այնտեղ մնում էինք, մինչև որոնողական վերջի աշխատանքները գնացին, արդեն որ հայտարարեցին, որ չեն գնալու, արդեն հույսաներս կտրվել է։ Վերջին մարդկանցից էինք, որ արդեն Արցախից դուրս են գալիս։ Մի քանի ընտանիքներ էինք մնացել, Մարատի ընտանիքը
իր կնոջ ընտանիքը հետ կնոջ ծնողները, եղբայրը, մենք, քրոջս ընտանիքը, հոր եղբորս ընտանիքը, տենց իր հետ կապված մի քանի ընտանիքներ էինք մնացել։ Սպասում էինք, որ մի տեղից իրանք դուրս կգան կամ կգտնեն իրանց։ Դե արդեն ամսի 20-ին արդեն հույս չկար, որ իրանց կգտնեն, արդեն մտածում էինք, որ գերեվարվել են, ու միակ տարբերակն է, որ հասնենք Հայաստան, այստեղի կառույցների հետ աշխատենք այդ ուղղությամբ, որ գտնվեն, որ իրանց գտնեն մի ձև։ Սպասում էինք, արդեն հիշում եմ մի ամիս անց հերթով արդեն գերիները զանգում էին տուն, ասում էին, որ այնտեղ են գերեվարվել են, այդ պահերին անդադ սպասում էինք, հեռախոսը վերցրած նստած սպասում էինք, որ էսա իրանք է կզանգեն, երևի գերեվարվել են, էսա իրանք է կզանգեն, ոչ մի զանգ չեղավ։ Մի ամիս, երկու ամիս անց արդեն հստակ գիտեինք ով է գերեվարվել, ով է անհայտ կորած, կոպիտ ասած ով է զոհվել, արդեն պարզ երևում էր, ինչ է կատարվում, ու 3 ամիս անց են արդեն պաշտոնապես որոշվել, որ իրանք արդեն անհայտ կորած են համարվում, չերես դատարան է որոշում, որ իրանք անհայտ կորած են համարվում։ Հենց առաջին օրվա այդ քննչական կոմիտեի հետ կապի եք դուրս եկել, գնացել ենք, հարցազրույց ենք տվել, ես տղաներից ով այնտեղ եղել է, իր գումարտակի հրամանատարը, իր հորքուրի տղան, որ գնացել է որոնողական աշխատանք, սա գնացել ենք ով ինչ ինֆորմացիա ունի տվել է։ Բայց ես աշխատանք չեմ տեսնում, միգուցե աշխատանք կատարում եմ, բայց անարդյունք, բայց չեմ տեսնում ոչ մի բան։ Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, արեբացվես թողավերեն, կակաթրը, կանաց սարեն, կանաց սարեն։ Ալբերտինայի մասին կասեմ, որ իր ծնվելը պատրաստվել էինք դեր 21 թվից, մինչև 10 թվին ամուսնացել ենք, մինչև 21 թիվը տարբեր բուժումներից բաներից հետո չստացված, որոշեցի, որ 21 թվին արդեն էկոյի պատրաստվենք, 21 թվից սկսել ենք, մի տարվա ընթացքում արդեն ստացել ենք 8 սաղմիկներ, որը որ պահվում էր այստեղ ֆերտիլիտետի տղավարության կենտրոնում։ Բլոկադայի պատճառով չկարողացան գալ տեղադրման, մենակ չէի ուզում, Ալբերտի հետ էի ուզում գալ, մենակ եթե Կարմիր խաչում գրանցվեի, կստացվեր։ Տիպա սպասում էինք երկուսով, որ բլոկադան կվերջանա, ճանապարհը կբացվի, միասին կգանք, այդ օրը տենց էլ չեղավ, ինքը տենց ճանապարհը բացվեց, բայց Ալբերտը արդեն հետս չէր, ինքը մնաց Հայաստան տեղափոխվելուց հետո մի տարի չէի ուզում, ոչ թե չէի ուզում, պատրաստ չէի, մի տարուց հետո առաջին փորձը որ արեցի չէ ստացվում, չգիտեմ խնդիրը ինչումն էր, իմ վիճակից էր, թե բժշկական, արդեն երկրորդ փորձը արեցի նախորդ տարի 25 թվականի մարտի 21-ին ու ծնվեց Ալբերտինան, դեկտեմբերի 1-ին ծնվեց։ Ալբերտի հետ անուններից չէինք խոսում, ճիշտն ասած, այսինքն ոնց եթե թեմա է բացվում անունների պահով, ասում եմ, դե ժամանակ ունենք մտածելու, որ արդեն ծնվելու ժամանակը, այդ ժամանակը մտածենք, այդ անունների թեմայով չենք խոսել, որտեղ այդ խնդիրը այնքան մեծ է, որ այցոք կլինի մեզ երեխա, թե չէ կծնվի, թե չէ կստացվի, թե չէ, որ արդեն այդ անունի պահել շատ երկրորդական էր։ Բայց արդեն որ հղիությունը կար 12 շաբաթականում ասում են, որ տղա է, հաստատ որոշել է, որ Ալբերտ պիտի լինի, դե հետո ստացվեց Ալբերտինա։
Հիմա մտածում եմ, ասում եմ, որ նենց ստացվի, որ Ալբերտը չեմ մտածում ողջ է թե չէ, մի տեսակ համոզված եմ, որ ողջ է, զգում եմ, որ ողջ է։ Մտածում եմ, որ մի հույս լինի, մեծ մի հրաշք լինի, օրինակ ինքը հայտնվի, ողջ առողջ հասնի մեզ, երևի կհարցնի պատճառը Ալբերտին դնել, եւ ինքը մտածի, որ երևի ես հույս չունեի, որ ինքը կգա, դրա համար եմ Ալբերտին դրել, բայց չէ, հույս ունեի հույս ունեմ, դա կապ չուներ, որ Ալբերտին եմ դրել։ Մեկա հույս ունեմ ու հավատում եմ, որ հնարավոր է հրաշքներ լինում։ Այս Ալբերտինան մի մեծ հրաշք է, օրինակ ես չէի հավատում, որ ինքը կծնվի։ Միջև իր ծնվելը պահը ես չէի հավատում, նույնիսկ հիմա նայում եմ իրան, չեմ հավատում, որ ծնվել է։ Ասում եմ, երևի այդտենց մի հրաշք էլ իր գալը կարա լինի։ Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, արևացվեց թողավերը, կակաթրա, կանաչ սարը, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ, սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշում կակավիկ